Ռուսական արձագանքը Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպումից հետո այլևս դժվար է անվանել պարզապես դիվանագիտական։ Այնինչ այսօր հնչում է ռուսական մեդիա դաշտից փորձագետների, քարոզիչների ու տարբեր աստիճանի պաշտոնյաների կողմից ավելի շատ նման է նյարդային արձագանքի, քան հաշվարկված քաղաքականության։ Սպառնալիքների, ճնշումների եւ ակնարկների այս ալիքը մեկ բան է ցույց տալիս. Մոսկվան վստահ չէ իր ազդեցության պահպանման հարցում։ Հայաստանի համար այստեղ կարևոր է հասկանալ մի պարզ ճշմարտություն. ցանկացած սպառնալիք, որը գալիս է արտաքին ուժից կապված մեր ինքնիշխան ընտրությունների հետ, հենց ինքնին խոստովանություն է այդ արտաքին ուժի թուլության մասին, որովհետև ուժեղ գործընկերը առաջարկում է, համոզում, ստեղծում փոխշահավետ օրակարգ, թույլը վախեցնում է, որովհետև այլ գործիք չունի։ Ռուսաստանի երկար տարիների ազդեցությունը Հայաստանում հիմնված էր ոչ միայն ռազմական կամ տնտեսական լծակների վրա, այլ նաև հոգեբանական գործոնի, այլընտրանք չկա մտածողության վրա։ Բայց հենց այդ մտածողությունն է հիմա ճակ տալիս, երբ Հայաստանը սկսում է վարել ավելի ինքնուրույն քաղաքականություն, Մոսկվայի արձագանքը դառնում է կոշտ ու երբեմն նույնիսկ ագրեսիվ։ Սա դասական ռեակցիա է ազդեցությունը կորցնող ուժի կողմից։ Սակայն այստեղ կա մեկ կարևոր վտանգ. սպառնալիքները հաճախ հաշվարկված են ոչ միայն իշխանության, այլև հասարակության վրա ազդելու համար։ Նպատակը պարզ է՝ ստեղծել վախի մթնոլորտ, համոզել, որ ցանկացած ինքնուրույն քայլ բերելու է աղետի։ Սա հին փորձված մեխանիզմ է, որը կիրառվել է տարբեր երկրներում։ Այս իրավիճակում ամենակարևոր հարցը Հայաստանի ներսում է, որքանով ենք մենք պատրաստ դիմակայել արտաքին ճնշմանը ոչ թե հուզական, այլ սառը հաշվարկով, որովհետև արտաքին սպառնալիքները արդյունավետ են դառնում միայն այն ժամանակ, երբ ներսում կա անվստահություն, պառակտում կամ վախ։ Իսկ երբ պետությունը եւ հասարակությունը գործում են վստահ ու հաշվարկված, ցանկացած նման ճնշում կորցնում է իր ազդեցությունը։ Ի վերջո խնդիրը նույնիսկ Ռուսաստանը չէ, այլ Հայաստանի կարողությունը իր որոշումները կայացնելու առանց արտաքին թելադրանքի, որքան շուտ սա դառնա քաղաքական եւ հանրային կոնսենսուս, այնքան ավելի արագ կկորցնեն իրենց ազդեցությունը բոլոր նրանք, ովքեր փորձում են Հայաստանի ընտրությունը սահմանափակել, անկախ նրանից, թե որտեղից են այդ փորձերը գալիս։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։